օգոստոսի 8-ը կարծես մի ջրբաժան լիներ, օգոստոսի 8-ի փաստաթղթերը կարծես չեղարկեցին նոյեմբերի 9-ի ողջ եղելությունը։ Իսկ դուք շատ լավ գիտեք, նախկինները բոլորը կողմնակից էին նոյեմբերի 9-ի հատկապես 9-րդ կետի կատարմանը։ Թեև, տեսեք ինչ աբսուրդի ժանրից է սա, անվանում էին կապիտուլյանտական, ամեն ձևով քննադատում էին իշխանությանը այդ պայմանագիրը ստորագրելու, պարտվողական, և ճիշտն ասած մեր հասարակության համար էլ դա անելանելիությունից եղած մի պայմանագիր էր, բայց թե օգոստոսի 8-ից առաջ իրենք հայտնի ուժերի ազդեցությամբ սկսեցին պաշտպանել և բնականաբար իրենց դուր չի գալիս, որ իրենց տերերը պետք է տարածաշրջանը թողնեն և հեռանան։ Ահա ամբողջ այդ խոսույթը, պայքարը գալիս է այդտեղից, բայց ես պիտի ասեմ, որ մեր հասարակության համար օգոստոսի 8-ը Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը լայն հեռանկարներ է բացում, չափազանց լայն հեռանկարներ, միայն աշխատել է պետք։